Պարոն Խալաթյան, նախ կցանկանայի եկեղեցում տեղի ունեցած միջադեպին անդրադառնանք վարչապետի ներկայությամբ։ Ընդդիմադիր տարբեր շրջանակներ նախ նշում են ինչու այդ օրը Երևանի կենտրոնում վարչապետը գնաց եկեղեցի ու ըստ էության սադրեց, մեղադրում են սադրանքի մեջ։ Ըստ էության դա ուղղակի մեծ մեղք է տրամաբանության եւ բանականության հանդեպ, որովհետեւ ցանկացած անձ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ քաղաքացի իր հոգեվոր պահանջմունքների համար, ապահովման համար իրավունք ունի այցելել եկեղեցի հոգեվոր կառույցներ եւ որևէ մեկը իրավունք չունի ոչ պաշտոնով պայմանավորված եւ ոչ էլ պաշտոնեական դիրքով եւ այլ հանգամանքներով պայմանավորված սահմանափակել մարդու բազային հիմնական իրավունքներից մեկը այն է կրոնի ազատության իրավունքը, որի մեջ ընդգրկվում է նաեւ հոգեվոր կառույցներ, պաշտամունքային կենտրոններ այցելելու մարդու անկապտելի իրավունքը։ Հետևաբար սա պարզապես այսպես հատկապես հաշվի առնելով թե ովքեր են այդ միտքը արծարծում, որոնք որ ըստ էության դիպլոմավորված մասնագետներ են, կարծես գիտելիքի եւ կրթվածության այդ խնդիր չունեն, բայց նման անգրագետ եւ անտրամաբանական խոսույթը պարզապես զավեշտ եւ ինչ որտեղ նաեւ տարակուսանք է առաջացնում, դա մոտապես նման է ուրեմն հայտնի երգչու այն ամոթալի հայտարարությանը մարտի 1-ի հետ կապված, երբ հենց մարտի 1-ից օրեր անց ասում էր ցուցարարներն են մեղավոր, թող չգնային հրապարակ եւ ուրեմն չզոհվեին կամ չվիրավորվեին, հա, այսինքն մոտապես նույն տրամաբանությունն է եւ եթե հաշվի առնենք նաեւ թե որ շրջանակներն են գեներացնում ես ուրեմն բանը, այսպես ասենք նարատիվը, ապա դրանք նույն ուրեմն կենտրոնի կողմից ուրեմն մանիպուլացվող շրջանակներն են եւ հետեւաբար ունեն նաեւ նմանատիպ եւ աշխարհայացք եւ մտածելակերպ ինչ որ հայտնի նաեւ երգչուհին եւ մնացած անձին։ Ես կոնկրետ որպես Սահմանադրական իրավունքի մասնագետ եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խորապես դատապարտում եմ այդ միջադեպը, որը տեղի ունեցավ եկեղեցում վարչապետի հետ, վարչապետի նկատմամբ եւ այստեղ ես նաեւ մտահոգություն եմ ուզում հայտնել ընդհանրապես Հայաստանում կարծես թե իրավակարգի բարձի թողի վիճակի հետ կապված, որովհետեւ մեզանից ցանկացածը փաստորեն իր քաղաքական, հասարակական, անձնական հայաստերի համար կարող է դառնալ թիրախ եւ նաև եկեղեցու ես կարծում եմ ոչ adekvat արձագանքը այս միջադեպին ցույց է տալիս, որ մեզանում այդ հանրային եւ միջանձնային նաև անհանդուրժողականությունը խորանում է, իսկ օրենքի գերակայությունը ապահովելու սահմանադրական պարտականություն ունեցող մարմինները, նախ եւ առաջ ոստիկանությունը եւ իրավապահ մարմինները կարծես թե հավուր պատշաճի չեն արձագանքում եւ հետամուտ չեն լինում այս արարքների կանխմանը, նախականխմանը, բացահայտմանը, մեղավորների պատասխանատվության ենթարկելու, նույնիսկ այստեղ նաեւ իր մեղքի բաժինը իհարկե ունի նաեւ դատական համակարգը, որտեղ մենք տեսնում ենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, երբ անգամ դատարան է գործը հասնում, բայց կամ պատիժն է անհամաչափ մեղմ կամ ընդհանրապես անձը կարող է նաև ազատվել պատասխանատվությունից։ Տեղի ունեցածի համար նաև վարույթ է նախաձեռնվել քաղաքական գործունեությանը խոչընդոտելու ու խուլիգանության կազմակերպման համար, այսինքն ստացվում է, որ այս միջադեպը կոնկրետ կազմակերպիչ ուներ, կարող ենք ենթադրել, որ հեռահար նպատակ կար։ Այսինքն այդ միջադեպի կազմակերպման առումով հետա հեռահար նպատակը։ Դե բնականաբար ես ինչպես ժամանակին հոկտեմբերի 27-ի ոչռագործության ժամանակ մի խումբ մտավոր հետամնաց կարելի է ասել շրջանակներ գեներացնում էին մի խումբ ռոմանտիկների թեզը ցույց տալու համար թե իբրև թե այդ զազրելի ոչռագործությունը ինքնաբուխ էր տեղի ունեցել կամ կատարվել։ Նույն կերպ եւ հիմա փորձ է արվում այդ նույն տխմար թեզը առաջ քաշել, այնինչ փորձը ցույց է տալիս, որ որևէ
մեկը նման գործողություն կատարելիս առանց ուղղորդման առնվազն դա չի անում, կամ դա պետք է լինի որոշակի ուրեմն մենտալ խնդիրներ ունեցող մարդ, որին կրկին ուղղորդում են, կամ որը պարզապես վարձկան է, այդ դեպքում նրան պարզապես գումար են տալիս նման զազրելի արարք կատարելու համար, այսինքն այդ ուրեմն նմանատիպ խոսույթը պարզապես որը կրկին փորձ է արվում գեներացնել, նպատակ ունի շեղել ուշադրությունը նաև իրավապահ մարմինների արարքի կազմակերպիչների որոնումից, ես վստահ եմ, որ դա կազմակերպված ակցիա է եւ ըստ էության որոշ շրջանակների նախընտրական պայքարի, այսպես մեղմ ասած ուրույն մարտավարություն է, որը բնականաբար օրենքի հետ խնդիր ունի եւ պետք է անպատիժ չմնա։ Հակառակ պարագայում ձնագնդի էֆեկտի սկզբունքով հաջորդ քայլը կարող է լինել ավելի սուր, ավելի լկտի եւ ավելի վտանգավոր։ Երեք հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց Սամվել Կարապետյանի ուժի կողմից կաշառք տալու, այդ կազմակերպելու դեպքեր, փաստորեն անգամ հիմա կան ուժեր, ովքեր պատրաստ են ընտրակաշառքի միջոցով կրկին իշխանության գալ։ Ես երեք մի ստատուս էի հեղինակել դրա հետ կապված, նշելով, որ ըստ էության ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժը իրականում քաղաքական չէ, որովհետև մերժում է քաղաքականության առանցքային քաղաքական պայքարի նաև առանցքային ուրեմն հիմնադրույթը, այն է գաղափարների մրցապայքարը, հա, եւ ոմանք պարզապես ուրեմն գաղափարների ճակերտավոր շուկան լավ իմաստով, այսինքն երբ գաղափարների ընտրանք կա եւ փաստորեն ընտրողը նախընտրում է թե որ այսպես ասած քաղաքական product-ը ձեռ բերի, իրենք դա պարզապես շուկայի հետ են շփոթում եւ կարծում են, որ ձայները մանրամեծացախ ուրեմն գնման եւ վաճառքի առարկա են եւ փաստորեն սա ցույց է տալիս, որ եթե հարգելով ֆորմալ իմաստով ամեղության կանխավարկածը, եթե այս փաստը հաստատվի, փաստորեն մենք գործ ունենք ապաքաղաքական մի հսկայական զանգվածի հետ, որը քաղաքական ուժ տրաֆալետի ներքո իրականում զբաղված է ձայնագողությամբ եւ ըստ էության ես կարծում եմ, որ սա լուրջ մտորումների եւ մտահոգվելու տեղիք պետք է տա մեզ բոլորիս իշխանությանը, առողջ ընդդիմադիր ուժերին, որովհետև ստացվում է, որ մեր քաղաքական համակարգը իր տասնամյակների հիվանդությունից չի ապաքինվել կամ ապաքինվել է մասամբ, որովհետև եթե քաղաքական մրցապայքարում դեռևս շարունակում են թեկուզ որոշ շրջանակների կողմից, թեկուզ իշխանություն չհանդիսացող շրջանակների կողմից նման մեթոդների կիրառմամբ ձայների ձեռբերման դրսևորումները, ապա մենք փաստորեն ժողովուրդը ինչ որ առումով զրկված է խորհրդարանում լեգիտիմ ընդդիմություն ունենալու հնարավորությունից, հա, եւ իսկ մենք հասկանում ենք, որ քաղաքական համակարգը չի կարող լիարժեք համարվել, նույն խորհրդարանն էլ նաեւ չի կարող լիարժեք լեգիտիմ համարվել, քանի դեռ իշխանությունը եւ ընդդիմությունը չունեն լեգիտիմության միևնույն աստիճանը եւ չեն գտնվում ժողովրդավարական կոնսենսուսի մեջ եւ այդ առումով խոսել Հայաստանում ժողովրդավարության հաստատման կամ լիարժեքության մասին ես կարծում եմ շատ վաղ է, քանի դեռ նման դրսևորումներով ուժերը կարող են հավակնել քվեի եւ ավելին կարող են հավակնել նաեւ տիտղոսային ընդդիմության կարգավիճակին։ Արդյոք սա հիմք կարող է հանդիսանալ, որ Կարապետյանի գլխավորած ուժին ԿՀ-ն թույլ չտա գրանցվել ընտրություններին մասնակցելու։ Մեծ հաշվով ոչ, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություն չունի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ուրեմն ուժը կորցրած ճանաչել կամ չգրանցել քաղաքական ուժին, եթե կան որոշակի փաստաթղթային խախտումներ, կան ներառյալ կեղծիքներ եւ այլն կամ առանձին տեխնացուների ուրեմն գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչել, բայց նման վարկաբանություն դրսևորող քաղաքական ուժերի իրավաքաղաքական, այսպես ասենք, ճակատագիրը թերևս կարող է լուծել սահմանադրական դատարանը, եթե ստացվի համապատասխան դիմում կառավարության կողմից, բայց իհարկե այնտեղ էլ բավականին բարձր շեմ կա հաղթահարելու համար, որպեսզի այդ քաղաքական ուժերին պարզապես արգելվի գործել, հա, բայց բոլոր պարագաներում ես կարծում եմ, որ քաղաքական կամքի առկայության պարագայում
կգտնվեն անհրաժեշտ իրավական գործիքակազմեր եւ նաեւ փաստական տվյալներ, որպես ինտուբ մինչեւ սահմանադրական դատարան նման դիմում ներկայացվի։ Բայց այլ հարցը թե իշխանությունը ցանկանում է, այսպես ասենք, սրել իրավիճակը եւ ընտրություններից մի քանի ամիս առաջ նման գործողությունների գնալ, թե փորձ է անելու ապավինել, այսպես ասենք, ժողովրդի իմաստությանը, որը բավականին վտանգավոր է։ Սամվել Կարապետյանի ուժը այսօր հայտարարեց, որ դաշինքով է մասնակցելու, ոչ թե կուսակցությամբ։ Կան մեկնաբանություններ, որ տարբեր հարցումների արդյունքում այդ ուժը տեսել է, որ կուսակցությամբ հնարավոր չէ անհրաժեշտ ձայներ հավաքել, պետք է դաշինքով ավելի լայն կոնսոլիդացիայով գնալ ավելի մեծ քվեների համար։ Ըստ էության այս քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում նախկին քաղաքական ռեժիմը ներկայացող կամ դրա հետ որոշակիորեն աֆիլացված քաղաքական ուժերը հավակնում են ընտրական կորպուսի մոտ 25-ից 30% քվեի ընդհանուր։ Սա այն նույն չափականակն է, որը որ նաև ուրեմն 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների իր ձայնը տվեց երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերին։ Այսինքն պլյուս-մինուս մենք գործ ունենք նույն ուրեմն ընտրական քվեների հետ, այսինքն այդ քվեները չեն ավելանում, կարող են ունենալ պակասելու միտումներ, բայց հաստատ ավելանալու միտումներ չունեն։ Դրա համար կարծում եմ անկախ քաղաքական կոնֆիգուրացիայից ինչպես կընտրվի, ձայների ավելացում հաստատապես չի սպասվում, որովհետև դրանք այն նույն ուժերն են, նույն շրջանակներն են, որոնք 18-19 թվականներին զրկվեցին իշխանությունից եւ ըստ էության իրենց կողմնակիցների բանակն էլ մոտավորապես նախկին նոմենկլատուրայի հետ այս կամ այն կերպ աֆիլացված ուրեմն անձինք են։ Այսինքն մենք այստեղ այլ խնդիր ունենք։ Արդյոք այդ 30% քվեն այսպես ասենք այլ իրական ուրեմն օրենքի գերակայությանը համապատասխանող քաղաքական ընտրանքի պարագայում, եթե լինեն իրավամբ գաղափարներ առաջարկող քաղաքական ուժեր, այլ ոչ թե փող, կամ այլ ծառայություններ, կամ այլ ազդեցությամբ քվե վերցնող ուժեր, եթե չլինեն, արդյոք այդ 30%-ի ձայները չեն գնա ավելի կառուցողական եւ պետականամետ ուժերի։ Ի վերջո նաեւ ուրեմն առաջարկն է որոշում պահանջարկը այդ թվում եւ այստեղ դրա համար եմ ասում, որ եթե մենք գործ ունենք ցանկանում ենք ժողովրդավարությունը կայացնել եւ նաեւ ժողովրդի իրավագիտակցությունը բարձրացնել, ապա մենք չպետք է, այսպես ասենք, բոլորս մի կոնսենսուսի գանք, որ հա հասարակության մեջ գոյություն ունի մի շերտ, դե թող իրենք էլ իրանց ներկայացուցիչներին ընտրեն, որտեվ այդ ներկայացուցիչները ոչ լեգիտիմ ճանապարհով են հայցում անգամ իրենց կողմնակիցների քվեն եւ այլ հարցը, եթե դա կանխվի, այսինքն չլինի նյութական շահագրգռվածությունը, որոշակի ազդեցությունների բանեցումը, կստանան նրանք անգամ իրենց կողմնակիցների կամ իրենց, այսպես ասենք, նախկին հավատավոր նոմենկլատուրայի ներկայացուցիչների ձայնը, թե ոչ, այսա հարցա, որը որ ես կարծում եմ պետք է իր պատասխանը ստանա եւ ամենևին պետք չէ, որ այդ պատասխանը ստացվի ժողովրդի քվեի միջոցով, այլ դրան պետք է իրավապահ համակարգը եւ նաեւ ինչու՞ չէ սահմանադրական դատարանը կառավարության մասնակցությամբ այդ հնարավոր վալութի շրջանակներում այդ հարցի պատասխանը տա։ Իսկ ըստ ձեզ իշխող ուժը կկարողանա իր ակնկալած սահմանադրական մեծամասնությունը ստանալ ազգային ժողովում, որպեսզի նաև սահմանադրական հանրաքվեի գնա։ Ես կարծում եմ, որ այս հարցը ընդհանրապես պետք է փաթեթով դիտարկել եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է թե ովքեր են մասնակցելու ընտրություններին, ինչպիսին կլինի ընտրողների ակտիվության ցուցանիշը եւ եթե մենք ուրեմն թույլատրում ենք նաեւ նման քաղաքական ուժերի նման մեթոդներով մասնակցել ընտրություններին, ապա ընդհանրապես կարող ենք ուրեմն պնդել, որ ընտրությունների արդյունքները ոչ ամբողջովին կարտահայտեն քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, որովհետև եթե զարտուղի ճանապարհով հայցում եւ ստանում են քվե, դա նշանակում է, որ տոկոսային հարաբերակցությունն էլ փոխվում է, եւ եթե այդպիսի բարձր նշաձող է իր առաջ դրել իշխող ուժը, ապա դրա համար բացի գրագետ քարոզարշավից պետք է նաեւ համապատասխան քաղաքական միջավայր լինի եւ սև ու սպիտակի այս անառողջ մթնոլորտը, որը շարունակում է գեներացվել, բնականաբար չի նպաստելու ոչ միայն քաղաքական ուժի կողմից, իշխող քաղաքական ուժի կողմից համանadrական մեծամասնության ստացմանը, այլև առողջ իրավամբ պետականամետ քաղաքական ուժերի կողմից անգամ անցողիկ քվե ստանալուն։ Այսինքն մենք այսպես
ես գոնե ռիսկ եմ տեսնում, որ կունենանք բովանդակային առումով ներկայիս անգործունակ կարելի է ասել խորհրդարանի նմանվող պատկեր, որովհետև միայն իշխող քաղաքական ուժի իրական մասնակցությամբ խորհրդարանը նման է նրան, որ ուղղակի ընդդիմությունը ներկա չլինի անգամ նիստերին, որտեղ իրենց ներկայությունը փաստացի խորհրդարանի սահմանադրական առաքելության իրացմանը որևէ կերպ չի նպաստում, դեռ մի բան էլ խանգարում է։ Հետևաբար մենք այստեղ շատ լուրջ խնդիր ունենք ընդհանրապես հասկանալու, թե որն է մեր ժողովրդի քաղաքական պահանջարկը, ինչպես այն դրսևորվում եւ ինչպես այն բաշխվում ներկայացական քաղաքական ուժերի միջև, որովհետեւ կրկնեմ, մենք ունենք մի հսկայական անվերահսկելի ֆինանսական կապիտալի տիրապետող քաղաքական ուժեր, որոնք որ ներազդում են լրատվադաշտի վրա, ներազդում են հանրային տրամադրությունների վրա զարտուղի ճանապարհով, հայցում են եւ հնարավոր է ստանան նաեւ որոշակի ընտրողների քվեն զարտուղի ճանապարհով, ստացվում է, որ մենք կրկին չենք ունենալու ժողովրդի քաղաքական կամահայտնության լիարժեք այսպես դրսևորումը ապահովող պատկեր։ Քանի շնորհակալություն։